Ողջույն հարգելի ռադիոընկերներ, ռադիո Մենք եթերում կրկին դու կարող ես հաղորդումն է եւ ձեզ հետ է հաղորդման հեղինակ եւ վարող Սիփան Ասատրյանը։ Այսօր ես կներկայացնեմ ձեզ մի մարդու, ով լինելով տարիքով դեռ մի փոքր, բայց արդեն հասել է բավականին մեծ բարձունքների, ավելի ճիշտ մենք կզրուցենք եւ ինքը կփորձի ներկայացնել ինքն իրեն, մի խոսքով իմ հյուրն է 11-ամյա երգիչ, դաշնակահար Արսեն Գևորգյանը, բարի օր Արսեն։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Մենք էլ ենք շնորհակալ, որ եկար, եւ նաեւ ստուդիայում է Արսենի հայրիկը Ռուբեն Գևորգյանը, ողջույն Ռուբեն։ Մենք էլ ենք շնորհակալ հրավերելու համար։ Արսեն, զրույցը սկսենք քեզ հետ, ուզում եմ մի փոքր պատմես քո մասին, որովհետեւ ես ինքս ծանոթ չեմ այդքան քեզ եւ կուզեի, որ ռադիո լսողները նույնպես մի փոքր ծանոթանան քեզ։ Ինչով ես զբաղվում, որ դասարանում ես սովորում եւ այլն։ Ծնվել եմ 2005 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում, սովորում եմ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Նիկողաս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում, գերազանց առաջադիմությամբ, ունեմ մոտ 10 հատ բանաստեղծություն։ Հուսանք, որ ընթացքում իմ խնդրանքով դրանցից մի քանիսը կարտասանես մեզ համար։ Գիտես անգիր։ Այո։ Շատ լավ։ Լավ, որ դասարանում ես սովորում, ասացիր։ Սովորում եմ 6-րդ դասարանում։ Եվ գերազանց առաջադիմությամբ։ Այո։ Շատ լավ։ Իսկ երբ հասկացար, որ սիրում ես երգել Արսեն։ Փոքր տարիքում, երբ ես արդեն 6 ամսական էի։ Արդեն երգում էիր, հա։ Այո։ Կարելի ասել այդ գղալու փոխարեն երգում էի։ Շատ հետաքրքիր է։ Իսկ առաջին բեմելը հիշում ես, երբ դուրս եկար առաջին անգամ բեմ։ Երբ էր դա։ Առաջին անգամ ես բեմ եմ դուրս եկել 2012 թվականի հոկտեմբերի 16-ին։ Մոսկվայում մասնակցել եմ Բելեատրոստ միջազգային մրցույթ փառատոնին եւ արժանացել եմ դիպլոմի։ Շատ ապրես, դեռ փառատոներին մենք կանդրադառնանք, երևի թե հետագայում։ Այ Ռուբեն, ձեզ եմ ուզում հարց ղել, հետո նորից կվերադառնանք Արսենի հետ զրույցին։ Ինչ եք կարծում, որևէ բան կարող է խանգարել չտեսնող մարդուն իր նպատակներին հասնելու համար։ Իմ կարծիքով երևի թե ոչ մի բան չի կարող խանգարել, եթե ինքը մարդ իր մեջ ունենա հույս, հավատ եւ կամքի ուժ։ Եթե այդ իրեքը ներդաշնակ ինքը մարդ յուրաքանչյուր կապ չունի, տեսնող կնի թե ցանկացած, ասենք, խնդիր ունեցող անձնավորություն, այդ 3 հատկանիշները իր մեջ որ ունենա, նու չխոսանք, հա, այն կողքի բացական երևույթներից, հանրություն եւ այլն, զուտ մարդը ինքը իր մեջ այդ 3 հատկանիշները կարծում եմ թե գրեթե ոչինչ չի կարող իրան խանգարել։ Իսկ ինչպես եք կարծում, Արսենը ունի նպատակասլացություն։ Միանշանակ հա։ Իսկ դուք ինչով եք օգնում այդ նպատակասլացությունն ավելի զարգացնելու համար։ Մենք որպես ծնողներ, հա, թե ես թե կինս, ամեն սենց ասած ոչինչ չենք խնայում ու ոչինչի առջև կանգ չենք առնում։ Միայն բավարարենք թե դպրոցի իր գիտելիքների առումով բարձունքներին հասնելու, թե երաժշտության բնագավառում բարձունքների հասնելու, գրեթե ոչինչ չենք խնայում, զուտ իրա, որ կարողանանք իրա թե տաղանդը, թե շնորհքը, թե գիտելիքը, թե իրա, ասենց ասած հանճարը, հա, եթե կարելի է այդպես անվանել, ասենք հասարակությանը, հանրությանը ցույց տալ, որ կապ չունի ինքը չտեսնողա, բայց դա չի խանգարում եւ չի նշանակում, որ ինքը ուրեմն ոչինչ անելու ընդունակ չի։ Դեռ ավելին, ինքը դեռ որոշակի խավ, հա, տեսնողների խավից մի բան էլ կարելի ասել ավել է։ Ուստի ասենք դրա համար ոչ մի բան մենք չենք խնայում, ասենց ասած։ Իսկ ձեր կարծիքով այ հասարակության մասին խոսեցիք, հասարակությունը որքանով այսօր պատրաստ ընդունել մեզ, ինձ, Արսենին կամ մնացած, չգիտեմ, ինչ որ խնդիր ունեցող մարդկանց։ Որքանով է պատրաստ ընդունել հասարակությունը, դա ավելի շատ կախված է, ասենց ասած, թե հեռուստատեսությամբ եթերներ գնալու հաղորդումներից, որը որ ասենք, եթե նմանատիպ հաղորդումներ լինի, հա, որտեղ ինքը բնորոշի ցույց տա, որ ոչնչով չի կարելի տարբերել խնդիր ունեցողին, խնդիր չունեցողից։ Դրան գումարած, ասենք, նմանատիպ
թե ինտերնետային, թե ասենք ռադիոկայանների եթերներով, այսինքն նման հաղորդումներ, եթե հաճախակի նման հաղորդումներ, հա, լինի, հեռարձակվի, կամաց ինձ թվում է մենք մի քայլ առաջ կարող ենք արդեն շարժվել եւ ասել որոշակի չափով փոխվել է, բայց ցավում դեռ այս պայդրությամբ հələ չգիտեմ քանի աստիճանի, բայց հələ դեռ չի փոխվել։ Շատ լավ, ես փոխվել է որոշ չնչին մարդկանց մոտ, իսկ ընդհանուր հələ դեռ չի փոխվել։ Շատ լավ, ես նկատել եմ, որ դուք համացանցում եք բավականին ակտիվ, բավականին փորձում եք ներկայացնել Արսենին, նույնիսկ բաց նամակով եք վերջերս հանդես եկել, ուզում եմ Արսենին հարց տալ, Արսեն կպատմես ինչ բաց նամակով էր հանդես եկել մեր կրթության եւ գիտության նախարարին ուղղված։ Նամակը այն մասին է, որ ամեն անգամ երբ դասագրքերի հետ կապված փոփոխություններ է լինում, այդ փոփոխությունները նաև բրայլյան դասագրքերի մեջ է լինի, որպեսզի բոլոր չտեսնողները կարողանան հեշտությամբ դասերը սովորել ու իրենք իրենցով, այսպես ասած, կարողանան սովորել իրենց դասերը, չէ՞, ինքնուրույնաբար։ Իսկ ինչ որ արձագանքներ կան, թե դեռ ոչ, թե դեռ չի հասել նամակը նախարարին։ Նամակը դեռ չի հասել, բայց հույս ունեմ, որ կհասնի։ Շատ լավ, մենք էլ հուսանք, որ կհասնի, որովհետև ես էլ եմ հիշում, որ իմ սովորելու տարիներին շատ այդ խնդիրը կար։ Բրայլյան դասագրքերի, իսկ այսօր որքանով է լուծված Արսեն այդ հարցը, որ գրքեր դու ունես այսօր։ Թե ընդհանրապես չկան դասագրքեր։ Բրայլյան դասագրքեր ունեմ, բայց մեր դպրոցում է տպվում էդի։ Հա, դպրոցի ջանքերով։ Բայց ունես ամենայն դեպս։ Այո։ Շատ լավ, Արսեն, հիմա կխնդրեի խոսեիր այդ մրցույթի մասին, որ մի փոքր ակնարկեցիր, Սպիտակ փայտիկ մրցույթը, հա, որ թվականին մասնակցեցիր։ 2010։ Ես մի բան կուզենայի ավելացնել, քանի որ խոսքը գնաց էր կրթության գիտության նախարարի նամակի ուղղվածության, նաև Արսենը մի փոքրիկ երևի մոռացավ դրա մասին ասի, մեր մշակույթի նախարարն էլ էր մի փոքրիկ ինքը առաջարկություն արել, քանի որ ասենք մեր հարգարժան ապա Արմեն Ամիրյանը առաջին իսկ օրվանից ստանձնելով նախարարի պաշտոնը մշակույթի, Արսենի կողմից եղավ այն առաջարկը, որ ստեղծելով, հիմնելով հանրության համար հասանելի գրադարաններ, Արսենի առաջարկը նա եղավ, որ այդ գրադարաններում նույնպես կրկին անգամ լինի բրայլյանով գրքեր, գրականություն, ստեղծագործություն, որպեսզի ասենք նույն չտեսնողներն էլ ասենք, թե կլինի Արսենը, թե կլինի յուրաքանչյուր չտեսնող, ինքը կարողանա նաև այդ գրադարանների միջոցով էլ ծանոթանա, ասենք, թե մեր մեծերին, թե ընդհանրապես ցանկացած, ասենք, գրողին, հրապարակախոսին, պատմաբանին եւ այլն եւ այլն։ Շատ լավ։ Նման առաջարկել է Արմեն Ամիրյանին։ Ես հուսամ, որ Արսենի կատարած առաջարկները կհասնեն իրենց նպատակին։ Դա հասել է Արմեն Ամիրյանին, որը հենց անմիջապես ինքը արձագանքել է, որ շնորհակալություն առաջարկության համար եւ կներգրավենք ձեր առաջարկը։ Շատ լավ է։ Ես շատ ուրախ եմ, որ Արսենը արդեն այս տարիքից փորձում է լինել ակտիվ քաղաքացի ու ինչ որ բան փոխող քաղաքացի մեր երկրում։ Հուսամ, որ կշարունակես Արսեն քո գործունեությունը։ Արսեն, հիմա կխնդրեմ վերադառնանք քո նշած մրցույթին, եթե չեմ սխալվում, դա կոչվում էր Սպիտակ փայտիկ, չէ՞։ Այո։ Մի փոքր ավելի մանրամասն պատմիր, ինչպես մասնակցեցիր, քեզ հրավիրեցին, թե դու առաջարկեցիր, որ մասնակցես, մի փոքր ավելի մանրամասն։ 2012 թվականին վոկալի բաժնում առաջի դասարան էի։ Ինձ հրավիրեցին այդ մրցույթին, դեռ 1 ամսվա սան էի այդ ժամանակ։ Ես ընդունեցի հրավերը, մասնակցեցի այդ մրցույթին, երգեցի Զառայի հետ Կոմիտասի դլեյաման երգը եւ դիպլոմի արժանացա։ Հանդիպեցիր անձամբ Դիանա Գուրսկայային։ Այո։ Եվ զրուցեցիր նրա հետ, թե ժամանակ չեղավ։ Ժամանակ չեղավ։ Ժամանակ չեղավ։ Հուսամ հաջորդ անգամ։ Իսկ այլ ինչ մրցույթների ես մասնակցել, թե դրանով դեռևս սահմանափակվել է քո, այսպես ասած, փորձառությունը։ Մասնակցել եմ Գյումրու վերածնունդ մրցույթ փառատոնին, կրկին արժանացել եմ դիպլոմի եւ Սերբիայի ինտերնետային մրցույթ փառատոնին, որտեղ էլ զբաղեցրել եմ երկրորդ տեղը 100 միավորից 83 միավորով։ Կեցես, մենք շնորհավորում ենք քո բոլոր հաջողությունների համար քեզ։ Շնորհակալություն։ Ու հուսանք, որ կշարունակվեն դրանք։ Հիմա մենք կլսենք Արսենի կատարումներից մեկը կամ մի քանիսը, չգիտեմ, եւ կվերադառնանք տաղավար շարունակելու մեր զրույցը։ Արսեն, ինչ կուզենայի որ լսենք։
Կուզենայի լսեի իմ ամենաառաջին ստեղծագործությունը, որը կոչվում է Հույս եւ հավատ, իսկ վերնագրի պատճառը այն է, որով ես փորձել եմ ինչպես մարդկանց կամ առհասարակ խնդիրներ ունեցող մարդկանց կոչանել, որպիսի նրանք անգամ մի թեթև հույսի նշույլ ունենալով կարողանան հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ փորձությունները։ Քո այդ լավատեսությունը հարկավոր է ոչ միայն խնդիր ունեցող մարդկանց, այլ նաև այն մարդկանց, ովքեր արտակուստ, նշում եմ արտակուստ, որևէ խնդիր չունեն, կարծում եմ։ Լսենք ստեղծագործությունները եւ վերադառնանք տաղավար։ Հարգելի ռադիոընկերներ, մենք վերադարձանք ռադիոմենքի տաղավար։ Ռուբեն, ուզում եմ ձեզ հարց տալ, մենք խոսեցինք համացանցում ակտիվության մասին։ Հիմնական կոչը ո՞րն է ձեզ։ Արսենը նոր լավ ասեց, իր առաջի ստեղծագործության համար, որ կարելի ասել ինքը ունի մոտ 10 հատի չափով 10 հատից ավել ստեղծագործություն, գրեթե ոչ մեկ չի վերնագրել, միայն դրա վրա վերնագիր դրել, Հույս եւ հավատ, ու հենց խորհրդանշող բնորոշային է, որ ասենք հանրության հասարակության մեջ վերանա, ջարդվի, կոտրվի այն կարծրատիպը, որ թե նման երեխաները, թե առհասարակ ցանկացած խնդիր ունեցող անձնավորություն, կլինի հենաշարժողական խնդիր ունեցող, ցանկացած խնդրի մոտ ընդհանուր հասարակության մեջ վերանա այդ կարծրատիպը, որ իրանք ոչ մեկ ոչնչով չեն տարբերվում մյուսներից, այլ տիրի լիարժեք հավասարություն, ու հենց դրա համար, ասենք, հենց հիմնական պատճառներից մեկն էլ դա է, ասենք, համացանցում լավ ակտիվությունը, թե Արսենի կողմից, թե իմ կողմից, թե չգիտեմ, հիմնական նպատակը դա է, վերացնել կարծրատիպը, որ տիրի հավասարություն, որ տարբերություն չկա, խնդիրով է, թե առանց խնդիր է, տեսնող է, թե տեսնող չի, հենաշարժողական խնդիր ունի, թե չունի։ Հուսամ, որ տարիների ընթացքում մենք կհասնենք, մեր պայքարը կհասնի իր վերջնակետին, ինչպես որ շատ երկրներում ինչ-որ փոփոխություններ կան։ Ես էլ եմ մեծ հույսեր կապում ու արդյունքների հասնելու համար ինձ թվում է, իմ կարծիքով, միայն մեր պայքարելով էլ չի, այլ բոլորիս համատեղ ուժի արդյունքներն է պետք է ցույց տա։ Շատ լավ, Արսեն, ինչը քեզ կյանքում կարող է ոգևորել։ Երաժշտությունը։ Երաժշտությունը, միայն։ Երաժշտությունը։ Լավ, եթե միայն երաժշտությունը, թվում է երաժշտությունը։ Իսկ կարող ես հիմա ոգևորվել եւ ինչ որ կատարում ես համար կենթանի, թե դժվար է քեզ համար։ Կարող եմ։ Դե, լսենք։ Դու իմ սրտի, դու իմ հոգու, իմ կարոտի մայրաքաղաք, Արարատյան կրակի մեջ սառնակունքով նստած խաղաղ, ուր էլ լինեմ, ուր էլ գնամ, հոգուս մեջ է ձայնդ խնդուն, ուր էլ լինեմ, ուր էլ գնամ, հազար ձայնով կանչում ես տուն, ուր էլ լինեմ, ուր էլ գնամ, դարավոր իմ Երևան, հազար ձայնով կանչում ես տուն, իմ Երևան, սիրում եմ քո տաք շենքերի, ճակատները արևաբար, Ժերքարերից ժանյականող քարտաշների թանճարը բարձ, ուր էլ լինեմ, ուր էլ գնամ, հոգուս մեջ է ձայնդ խնդուն, ուր էլ լինեմ, ուր էլ գնամ, հազար ձայնով կանչում ես տուն, ուր էլ լինեմ, ուր էլ գնամ, դարավոր իմ Երևան, հազար ձայնով կանչում ես տուն, իմ Երևան, իմ դարավոր Երևան։ Շատ ապրես Արսեն, շնորհակալություն մեզ ներկայացնելու համար այս գեղեցիկ կատարումը, ինչի կարիքը մենք այսօր մեր հասարակությունը նաև շատ ունի, մաքրելու այն վատը, այն, չգիտեմ, այն մի փոքր ցածրաշրջակ մշակույթը, որ հաճախ ներկայացվում է մեզ։ Հուսամ, որ դու կլծվես այս մաքուր ելևէջները մեր հետագա սերունդներին կամ ինչու՞ չէ հենց մեր սերունդին փոխանցելու գործին։
Արսեն, ինչ երաժշտական դպրոց ես դու հաճախում, մի փոքր դրա մասին խոսիր։ Հաճախում եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երգրոց, վոկալի եւ դաշնամուրի բաժին, արդեն 5-րդ դասարան եմ։ Շատ լավ, իսկ ով է քո ուսուցիչը կամ ուսուցիչները ովքեր են։ Վոկալի ուսուցչուհին Քնարիկ Տոնոյանը, իսկ դաշնամուրի ուսուցչուհին Արմինե Գյուլաշյանը։ Գոհ ես նրանցից։ Այո։ Շատ լավ է։ Արսեն, կա ինչ-որ բան, որ կուզենայիր փոխել ընդհանրապես կյանքում կամ բոլոր շրջապատում, չգիտեմ, ինչ-որ բան։ Այո։ Ինչն է։ Կուզենայի շրջապատում փոխեի այն, որ կյանքում վատ բաներ չլինի, միշտ լավը կատարվի։ Իսկ քո կյանքում կա որևէ բան, որ կուզես փոխես, թե ամեն ինչ լավ է։ Իմ կյանքում ամեն ինչ լավ է։ Շատ լավ է, ես շատ ուրախ եմ, որ քո կյանքում ամեն ինչ լավ է։ Իսկ ինչը կտխրեցնի քեզ։ Ոգևորության մասին խոսում ենք, ինչն է քեզ տխրեցնում, ինչի մասին ես մտածում, որ տխրում ես։ Կարելի ասել ոչինչ ինչի տխրեցնում։ Շատ լավ, այդպես դրական տրամադրությամբ էլ շարունակիր։ Մի փոքր կուզենայի խոսեիր քո ապագա ծրագրերի մասին, Արսեն, ինչ ծրագրեր ունես, ինչ նպատակներ ունես, ինչ երազանքներ թեկուզ։ Իմ նպատակը այն է, որ տեսողությունս վերականգնվի, երազանքս այն է, որ դառնամ հայտնի երգիչ երաժիշտ։ Շատ լավ, ես քեզ մաղթում եմ քո երազանքների եւ նպատակների իրականացում։ Հուսամ, որ կգա մի օր եւ քո բոլոր նպատակներն ու երազանքները կկատարվեն։ Շնորհակալություն։ Ռուբեն, ավելացնելու որևէ բան ունեք կամ մաղթանք կամ չգիտեմ կոչ։ Դե կոչս երևի անընդհատ միշտ ինչքան հարցազրույցներ տամ կամ առիթ ունենամ խոսալու, կոչս միշտ լինելու է հետևյալը միակը եւ անփոփոխը մինչեւ օրս, չգիտեմ հետագայում կփոխվի թե չէ, որ ընդհանրապես առհասարակ վերանա այդ կարծրատիպը, տեսնող, չտեսնող, խնդիր ունեցող, չունեցող, որ լիարժեք տիրի հավասարություն, բացարձակ ոչ մի տարբերություն չլինի, տեսնողը, չտեսնողը խնդիր ունի, թե չունի։ Արսեն, դու ինչ կոչ կանեիր քո ընկերներին, բոլոր մարդկանց թեկուզ։ Իմ կոչն էլ այն է, որ վերանան բոլոր խնդիրները, որպեսզի բոլոր մարդիկ ապրեն առողջ, երջանիկ։ Շնորհակալություն հարգելի հյուրընկալելու համար։ Իսկ իմ կոչը հարգելի ռադիո ընկերներ, սա է. ունեք խնդիր, թե չունեք խնդիր, միշտ հիշեք, որ դուք կարող եք, ինչպես որ իմ հաղորդման վերնագիրն է։ Դու կարող ես։ Արսենն այսօր կարողանում է եւ հույս ունեմ եւ համոզված եմ, որ ապագայում, չնայած խոչընդոտներին, չնայած որոշ արգելքների, նա կարողանալու է։ Շնորհակալ եմ հարգելի հյուրեր, ինձ հյուրընկալելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Հուսամ, որ ապագայում կրկին կհանդիպենք ու կխոսենք Արսենի նոր հաջողությունների մասին։ Կրկին անգամ շնորհակալ ենք հրավիրելու համար։ Կարծում եմ դեռ շատ ու շատ առիթներ ենք ունենալու հանդիպելու միմյանց հետ, որտեղ Արսենի հետ կապված ծրագրեր դեռ շատ կան անելու։ Արսեն, կխնդրեի մի լավատեսական բանաստեղծությամբ ավարտենք հաղորդումը։ Քանի որ հիմա դրսում աշուն է եղանակը, ես կարտասանեմ իմ աշուն բանաստեղծությունը։ Ահա աշուն է եկել, մշտադալար անձրևով, շատ սրտեր է պարուրել կարոտալի ջերմ սիրով։ Մելամաղձոտ անձրևը նոր երգ է ուսել կարծես, անձրևի այդ նվագը հոգեհարազատ է մեզ։ Տերևներն են պար բռնել անձրևի այդ նվագից, կամաց սկսում են շարժվել ու ցած թափվել վերևից։ Աշուն, դու հրաշագեղ, քո գույներով ներկեցիր, անտառ դարձիր գունագեղ, աշխարհն ու շունչ տվեցիր։ Հարգելի ռադիո ընկերներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։